Ձեզ համբերություն ինչ էլ ասենք միևնույն այդ վիշտը քոսոտում կա, այդ սպին կա տղայից գիրքն է, բանաստեղծիչն է Եթե ժամանակ ունենակ կկրտի Անպայման կարդամ ձեզ համբերություն Պատվաբան տղա է եղել Ավարտել է 22 տարեկանը Եվրոպայի 18 համալսարաններ քննություն տվել Հայաստանը ընդունվել ասես բավ գնամ բանակ Քեզ համբերություն բոլորից Կարևորը հպարտությունն է, որ հայրենիքի համար, հողի համար, իր ազգի համար դա ոչ թե գլուխ կախելու հպարտության, բայց այդ վիշտն ու ցավը երբ այդ քոսոտում է միայն ու միայն պետք է որ ազգը հարգի հիշատակի գոնե թեթևակի քո այդ սպի թեթևակի վիշտը թեթևացնի ուրիշ բան չի կարա դա ճակատագիր է բայց կարևոր ասեմ որպես հպարտ գլուխդ բարձր միայն մնում է որ ժողովուրդը գնահատելով հարգելով որ քեզ մի քիչ մուտտարված կաս այդ ուրիշ ժամանակները շատ են փոխել Կապ չունի, հարգողը հարգում է, բոլոր բան եւ ով չի էլ հարգում, բանի տեղ մի դեր։ Կարևորը ամեն մարդ պարտավոր է հարգելու գնահատելու, այս ամենակարևորը։ Միայն ու միայն ինչ էլ ասենք, ինչ չասենք, այդ վիշտը այդ սպին կա, քեզ առողջություն, ամուսնացած է, թե ամուսնացած չէ, չերես ամուսնացած։ Լավ, հայրենիքի զինվոր Գնացել միացել այս տղաներին Լավ Փառք ու պատիվ իրեն, ինչ ասեմ, ինչ կարամ անեմ, ասենք Ցավում եմ, միայն քեզ համբերություն Իմ խնդրանք են որ դուք հզոր մարդ եք Հայրենիքի զինվորներին հարգեք Մի բան ստեղծեցեք սահմանները պահեք Միակ բանն է տան Ես դրանց ոչինչ չեմ ուզում Ոչ մեկից ոչինչ չեմ Ես աշխատող ընտանիք Ուրեմն դրա համար ինձնին մեր դրագրում կա, որ երիտասարդին անփորձ զինվորին ինչքան էլ որ ցանկանա, սահմանին կանգնելու իրավունք չունի։ Սահմանի վրա պետք է կանգնեն պայմանագրային ծառայողները, փորձ ունեցող ծառայողները, որոնք լիարժեք պատերազմել են, մասնակցում են, տիրապետում են։ Անփորձ ասենք թե ոչ փորձ ունեցող տղային նվիրյալը հայրենիքի համար պատրաստ է, որը իրոք մենք դա տեսել ենք մեր տղաների, որ այս վերջերում էլ մայրը մահացավ ազգանունը Ռոբերտ Աբաջյանի մայրիկայով որ բարձրախոսով լսում ես կամանդիր հետ է խոսում ասում է ես տեղ կմանամ բայց չեմ ազնիվ ստեղ հանձնողի ես ու ինքը գրանտ տրակացնում հասկանում ես ոնց կարա դա ազգի հպարտություն որ հերոսություն որ մարդը իր սահմանի համար պատրաստ է իրակե ոչ թե կինո է իրականություն է Արժանեն իրենք հարգանքի մեծ իրանց ցավը տանեմ ձեռագիր են թողի որ մեր հայ ժողովուրդը հպարտ կայլի գլուխը բարձր կայլի Բայց ինչի հասանք այսօրին հայերից 3-ից 2-ը դավաճանակ ինչի հասանք որ այդ 78 ինտերնետում սովետական բանակում Դալնի Վոստոկ Չեչենները են ընկերներ ունեին լրիվ հետախուզություն պարապած տղեկ են նրանց ծնողները նրանց երեխեքին պատրաստում էին Այո Ես մի բան էլ ասեմ ես ամեն ինչ գիտեմ Ուրեմն 20 թվականի հուզունիսի 5-ին ես ասացի որ պատերազմա լինելու երբ Ադրբեջանը Թուրքիայի զինավարությունները են կատարում ասի մենք 4 ամիս ժամանակ ունենք պատերազմա լինելու զոհերը լինելու Ղարաբաղը հանձնելու ենք հետո շրջափակումա լինելու այնտեղ սովա լինելու սա ասենք թե հիմա YouTube-ում գրած է կա ինձ ոչ մեկը չհավատաց ոչ մեր ժողովուրդը ոչ ընդդիմությունը ոչ իշխանությունը հունիսին ասեմ հունիս հուլիս օգոստոս սեպտեմբերին պատերազմը եղել է հետո շրջափակումն է հիմա ասում եմ այս սկզբունքով շարունակենք խաղաղություն չկա եղբայր Ալիևը պահանջներ ներկայացնում ամեն կանոն մեկ էս պտի տակ եթե չէ պատը 300,000 պետք է ասենք թե գա 3,000 ադրբեջանցի բնակվի մասիսարը գերբի վրայից հանեք ես իմ սահմանություն փոխեք ասեմ եթե այս վիճակով մնաց մի տարի երկու տարի նույն Արցախի ճակատագրին ենք արժանանալ ուրիշ ոչ մեկը հակառակը չի կարող ապացուցել ձեզ համբերություն
Համբերություն եղբայր, համբերություն։ Ձեր գործային հաջողություն։ Շնորհակալ եմ։